սպանեցին ահեղ շանթեր։ Եվ ազգը որբ ու անտեր, բզիկ, ծվատ, լքվածասուց և մարդկանցից վերստացավ նոր մի հավատ։ Քեզ դարեդար հալացելով, խուժդուժորեն սրացելով սպանեցին, խաչ հանեցին, սակայն մնաց դեռ հայություն։ Առանք կրկին մենք հարություն, և ոչ իբրև մի նոր Հիսուս, այլ հայի պես։ Սեփական պապերի արյունը չուրացող հայ երիտասարդություն։ 110 տարի առաջ այս օրերին թշնամին մեկնարկեց իր հրեշավոր ծրագիրը։ 110 տարի շարունակ աշխարհին ասում ենք ճշմարտությունը, որ ոճիրը եղել է եւ այն երբեք չի մոռացվելու։ Մենք կանգնած ենք այս հրապարակում ոչ թե որպես զոհ, այլ որպես սերունդ, ով ապացույցն է այն բանի, որ Թուրքիան ձախողվել է։ 110 տարի առաջ նրանք մտածում էին, թե կվերացնեն մեզ, կջնջեն մեր հետքը պատմությունից, բայց այսօր, հենց հիմա, այս հրապարակում կանգնած հայ երիտասարդը ամենազորեղ ավկայությունն է այդ ձախողման։ Սիրելի քույրեր և եղբայրներ, 110 տարի է անցել այն օրվանից, երբ Օսմանյան Թուրքիան քաղաքական որոշում կայացրեց ոչ միայն վերացնել հայ ժողովրդին, այլ իր պետությունը կառուցել հայի արյան և հողի վրա։ Սա ծրագիր էր, քաղաքական որոշում, որն ընդունվեց և իրականացվեց։ Բայց արդյոք այսօր թշնամու նպատակը փոխվել է։ Արդյոք թշնամու ծրագիրը այլ է։ Ոչ, վստահաբար ոչ։ Մեզ փորձում են համոզել, թե ցեղասպանությունը պետք է թողնել անցյալում, իբրև պատմական ցավալի հիշողություն։ Բայց այն, ինչ տեսանք Արցախում, խոսուն ապացույցն է, ավելի քան 100 տարի անց թշնամու ձեռագիրը չի փոխվել։ Եվ ուրեմն, ինչ պետք է անենք մենք։ Մենք պետք է շրջենք պատմության անիվը։ Ապրիլի 24-ը պիտի դառնա մեր վերածնունդի օրը։ Ապրիլի 24-ը պիտի դառնա որպես ազգ այլևս երբեք չպարտվելու որոշում կայացնելու օրը։ Մենք պետք է հենց այստեղ, այս խորհրդանշական օրը, ինքներս մեզ խոստանանք, որ այլևս երբեք չենք պարտվելու, այլևս երբեք թույլ չենք տալու մեզ կոտորել, այլևս երբեք թույլ չենք տալու մեզ ցեղասպանել, հայրենազրկել և դարձնել օտարական սեփական հողում և հայրենիքում։ Մենք պետք է ոտքի կանգնենք, որովհետև ինչպես ասել է Սարգիս Զեյթլյանը, սողացող ազգերը դատապարտված են գետնի տակ մտնելու։ Ոտքի կանգնող ազգերն են, որ իրավունք են ստանում գոյության։ Սիրելի հայ ժողովուրդ, ապրիլի 23-ի այս ժայռով երթը արդարության համար մեր շարունակվող պայքարի խորհրդանիշն է, այլու խորհրդանիշը։ Այսօր, վաղը, ամեն օր և ամեն ժամ հիշենք, որ մեր իրավունքները խլել են մեզնից և անպայման մի օր դրանց պետք է վերատիրանանք։ Խոսքը փոխանցում եմ Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ ընկեր Գեգամ Մանուկյանին։
Այստեղ խոստումի ու ասելու հայ առաքելական եկեղեցին իդեմս Տեր Նաթան arczepiskopos Հովհաննիսյանի Աստված օգնական սրբազան Եվ թող մեզ պարտիսներ, որպես և մեկ թող մերոց պարտաբանած, դորություն և պարկ հավիտյանս, ամեն։ Քրիստոս հարյավի մերելոց, Քրիստոս հարյավի մերելոց, Քրիստոս հարյավի մերելոց, իր մահով մահը հաղթեց և մեզ կյանք պարգևեց։ Սիրելի որ մարդկային կյանքի համար շատ երկար տևողություն չէ։ Եվ մենք այս բոլոր տարիներին աշխարհից պահանջ ենք ունեցել Merci.
Подсветка sense воды. Подсветка.